Լավ, ուրեմն հայտնությունը հենց սկզբից գրված է Հիսուս Քրիստոսի հայտնությունը։ Սատանայի հայտնությունը չի, այս աշխարհի հայտնությունը չի, ների հայտնությունը չի, Քրիստոսի հայտնությունն է։ Այսինքն այդ գիրքը Քրիստոսի գիրքն է, Քրիստոսը դրանով, այս գրքով իր ծրագիրն է ցույց տալի մեզ։ Ճիշտ է, ընթացքում սատանայի մասին էլ կա գրված, բայց սա սատանայի ծրագիրը չի, Քրիստոսի ծրագիրն է։ Քրիստոսը ինքն է ցույց տալի ինչ անելիքներ կան, ինքը ինչ է ծրագրել, ինչ է ուզում լինի եւ ինչ պիտի լինի։ Եվ մի բան իմացեք, ինչ Քրիստոսը ասել է, պիտի լինի։ Աշխարհն էլ անցնի, ինչ էլ լինի, Քրիստոսի ասածը պիտի լինի։ Դե ես արդեն հատվածներ եմ ներկայացնելու ամբողջը ասենց բան չեմ անի։ Երկրորդ, երրորդ գլուխները ուղղված են եկեղեցիներին, 7 եկեղեցի, եթե հիշում եք, ես այդ մասին ներկայացրեցի, որ ասենք 7 եկեղեցուց երկուսը հանդիմանության էին արժանի, լավ բան չկար, երկուսը լրիվ լավ էր։ Այդ նշանակում է, եթե 7-ից 2-ը լավ է, նշանակում է 70-ից 20-ը լավը կլինի, 700-ից 200 եւ այլն։ Այսինքն այդ հարաբերությամբ է։ Այսինքն 7 եկեղեցի չի։ Շատ եկեղեցիներ են առանձնացրել է 7-ի մեջ ինչ վիճակներ կան, ուրեմն բոլորի մեջ էլ այդ վիճակները կան։ Եվ բոլոր եկեղեցիներին սկսում է այս խոսքով. գիտեմ քո գործերը։ Դե որ եկեղեցուն ասում է, եկեք ընդունենք, որ նաև անհատներին է վերաբերում։ Ով եկեղեցու անհատներից մեկն է, Աստված գիտի մեր գործերը։ Ոչ մի բան նրանից ծածուկ չի։ Եվ սկզբից ներկայացնում է լավ գործերը, որոնք Աստվածահաճո են։ Եվ դրանց համար գովում է ոմանց։ Բայց հետո ներկայացնում է թերությունները, բաստողումներ, եկեղեցիներ կան, որ բաստողումներ ունեն, եկեղեցիներ կան ապաշխարելու տեղ ունեն։ Եկեք ընդունենք, որ ինչ որ եկեղեցիներն ասում նույնը մեզ, ինչ որ տեղեր փոխվելու տեղ ունենք։ Բայց հատկանշական է վերջի խոսքերը, ամեն մի եկեղեցին ուղղված։ Իմ համար կարևոր է սա։ Ով ականջ ունի, թող լսի, թե հոգին ինչ է ասում եկեղեցիներին։ Եթե մի անապաշխար մարդ, այսինքն Աստծուն չճանաչող մարդ այս խոսքը լսի, այս ով ականջ չունի։ Բայց եկեք ընդունենք, ականջների մեջ տարբերություն կա։ Ես անձամբ տեսել եմ մարդ, Աստծո խոսքն խոսացել քնել է։ Հենց խոսքը վերաբերվել է քաղաքական կամ բամբասանքին, անմիջապես արթնացել է եւ այնց արթուն, որ չես ասի, որ այս մարդը քունը տանվել մի քիչ առաջ։ Այսինքն ինքը Աստծո խոսքի համար ականջ չուներ, բայց բամբասանքի համար ականջ ուներ։ Դրա համար ասում ով ականջ ունի, ով Աստծուն տրված ականջ ունի, ով իր ականջը խոնարհեցրել է Աստծո առջև, ով ուզում է լսի Աստծուն, թող լսի հոգուն ինչ է ասում, եւ հոգին է ասում, ով որ հաղթի եւ խոստումներ։ Այս հաղթելն էլ ես ուզում եմ մենք հասկանանք։ Ժողովուրդ, Աստծո ասած հաղթությունը ինչ որ թշնամի մարդու դեմ կատարած հաղթությունը չի, այլ մեր մեջ եղած մարմնական ցանկություններին հաղթելը։ Հռոմեացիների 7-րդ գլխում գրված է. ուզում եմ բարին անեմ, բայց չարը մոտս է։ Մեղքի բնություն կա մեր մեջ։ Այդ դրան հաղթելն Աստված համարում հաղթել։ Մարդիկ կարող է թագավոր լինեն, զորապետ լինեն, պրեզիդենտ լինեն, բայց մի հատ պապիրոսին չկարողան հաղթել։ Մի հատ մարմնի ցանկությանը չկարողան հաղթել, անառակության մեջ լինեն։ Նրանք հաղթող չեն։ Ով որ հաղթում է իր մարմնի ցանկություններին, ով որ հաղթում է աշխարհի համակարգին, ով որ հաղթում է սատանայի առաջարկներին, Աստված այն է համար հաղթող։ Եվ ով որ հաղթի, Աստծո խոստումների տեր է կլինի։ Փառք Աստծուն դրա համար։ Անցնենք առաջ։ 4-րդ գլուխը ներկայացնում է արդեն երկնքում ինչ վիճակ է։ Երկնքում երկրպագություն է կատարում Աստծուն։ Ես ուզում եմ ձեզ ասեմ։ Դե ինչ որ ասում եմ կրկնություն է, բայց ոչինչ։ Ուզում եմ ասեմ։ Ժողովուրդ, հնարավոր չէ Աստծու առջև կանգնել եւ չերկրպագել նրան։ Մի հատ պարզ օրինակ բերեմ։ Քեզ շատ հարազատ, շատ քո սիրելի, հարգարժան մեկը, որ գալիս է ձեր տուն։
դու քո բարերով, քո վարմունքով, ամեն ինչով պատիվ ես տալի այս մարդուն, ճիշտ է։ Որևէ մի հարցում չես ուզում այս մարդուն նեղացնես, այս մարդը իրան վատը զգա, ամեն կերպով կուզենաս այս մարդը լավ զգա քո վարմունքից, որ մարդուն է հնարավոր այդքան պատիվ տալ, բա որ մեր կյանքը նրանով է, մենք նրանով կանք, նրանով ենք ապրում, մեր փրկություն նրանով է, ամեն բարիքների աղբյուրը նա է մեր համար, որ կանգնենք նրա առաջ, հնարավոր չի նրան չերկրպագենք, հնարավոր չի չասենք, որ դու ես, չասենք, որ ես քեզանով կամ, դու եթե ինձ չփրկեիր, ես չէի փրկվի, դու եթե ինձ չպահեիր, ես չէի պահվի, եւ այլն։ Աստծո աթոռի շուրջը երկրպագություն կա։ 4-րդ գլուխ է դա ներկայացնում։ 5-րդ գլխում ներկայացնում է, որ այդ Աստծո հոր ձեռքին մի հատ գիրք կար, 7 կնիքով կնքված, ոչ մեկ արժանի չէր այդ կնիքները բացելու։ Եվ մեկ էլ հրեշտակը ասեց, Հովհաննեսն ասում, ես լացում էի, որ արժան չգտնվեց, որը մեկը, հրեշտակն ասեց, մի լացիր, Հուդայի ցեղից եղող առյուծը հաղթեց բացելու, եւ այդ Հուդայի ցեղից եղող առյուծը ով էր, երբ որ եկավ, ասեց, որպես մի մորթված գառ, կարծես մի հատ հակասություն է, առյուծ, բայց նաեւ գառ, այո, հոգևոր իմաստով նա առյուծ էր, առյուծ այսինքն ոչ թե անտառի առյուծ չէ, նա թագավոր, նա առաջնորդ, նրա առջև ոչ ոք չէր կարող կանգնել, բայց ինքը համաձայնվեց մարդկանց մեղքերի համար զոհվել, լինել այդ զոհվող գառը, լինել այդ մեղքի թողության գառը եւ դրանով գնել մարդկությունը, գնել մարդկության ճակատագիրը, պատմությունը։ Եվ նա իրավունք ստացավ։ Ստեղից ես բան եմ հասկանում եմ, որ այդ գրքի մեջ գրված էր մարդկության հետագա պատմությունը, լինի թե չլինի, կնիքը եթե չբացվի, ուրեմն ինչ որ գրված է, դա չի կատարվի, կնիքը որ բացվի, ուրեմն կկատարվի այդ գրվածը, եթե մեկը չգտնվեր այդ կնիքը բացեր, այդ ժամանակ մարդկության վերջը պիտի լիներ եւ վերջ, բայց Հիսուսը քանի որ գին վճարեց այս մարդկության ապրելու համար, նա արժանացավ եւ սկսեց բացել։ 6-րդ գլխում ես բացել եմ 6-րդ գլուխը հայտնության, որ այստեղ արդեն ուզում եմ մի քանի բան կարդալ։ Սկսում է կնիքները բացել։ Ես 6-րդ գլխի սկզբից կարդամ։ Երբ գառնուկը կնիքներից մեկը կամ առաջի կնիքը բացեց 4 կենդանիներից մեկից, որոտու մի ձայն լսեցի, որ կասեր, արի ու տես։ Ու տեսա մի ճերմակ ձի, որու վրա հեսնողը աղեղ ուներ, նրան պսակ տրվեցավ, նա հաղթող էր ու հաղթելու ելավ։ Ես ուրիշ բան չեմ կարում հասկանամ, սա եկեղեցին է։ Հիմա տեսություններ կան, այս բոլորը համարում են սատանան, այս սպիտակ ձիավորը, այս հաղթողը համարում են ներնը, ոչ, սա եկեղեցին է։ Աղեղ տրվեց, Հիսուսը եթե իշմեք առաջի աշակերտներին ասեց, դուք մարդկանց որսորդ կլինեք, այդ աղեղը որսորդի գործիքն է, նրան պսակ տրվեց, Աստված սատանային պսակ չի տա, պսակը եկեղեցունն է, նրան պսակ տրվեց, նա հաղթող էր, ժողովուրդ սատանան հաղթող չի, Աստվածը հաղթող է, Աստծո մարդն է հաղթող էր եւ հաղթելու գնաց, սա այս խոսքերից հետևանք կա, Քրիստոսը եկեղեցու դարաշրջանը սկսեց, եկեղեցին պիտի աճեր, Քրիստոսը գնեց, այդ կնիքը բացեց, մարդկությանը ապրելու հնարավորություն տվեց, որ իրա հարս եկեղեցուն պատրաստի, էլ ուրիշ բան ես չեմ կարող մտածել, որ պատրաստի իր հարս եկեղեցուն, եւ այս ամբողջ ընթացքը իր հարս եկեղեցու պատրաստելու ընթացքն է, մյուս մարդկանց էլ չվերացրեց, որովհետև այդ մարդկանցից պիտի ընտրվեր, մենք բոլորս էլ մի ժամանակ կորած էինք, մի ժամանակ անհավատ էինք, Աստված ընտրեց, բերեց, դարձրեց իր ընտանիքի անդամը, նենց որ դրա համար անհավատներին չվերացրեց, որովհետև այդտեղից ընտրվեր, եւ
եկեղեցու ժամանակաշրջանը շարունակվում է մինչև իր գալուստը, մինչև հափշտակության օրը եկեղեցին հաղթող էր եւ պիտի հաղթի։ Փառք Աստծո ամենի համար։ Մյուս կնիքները բոլորը, այսինքն երկրի վրա այս 2000 տարվա մեջ ինչ որ կատարում է, բոլորը պիտի ծառայեն եկեղեցուն։ Ինչպես ծառայեն։ Հիմա ես բաներ կասեմ, որ այն ժամանակ չեմ ասել։ Երկրորդը կարմիր ձիեր, որի վրա հեծնողին շարագույն կարմիր էլի։ Իշխանություն տրվեց, որ երկրից խաղաղությունը վերցնի, որպեսզի իրար սպանեն, եւ նրան մի մեծ սուր տրվեց։ Առաջին հայացքից բացասական է թվում։ Բայց հիմա ասեմ, սա ինչի համար է։ Այո, քնածին արթնացնելու համար մի քիչ բացասական բան պիտի անես։ Կամ խփես, կամ ծակես, կամ ջուր լցնես վրեն։ Նա խաղաղ քնած է, նրա խաղաղությունից պիտի կտրես, որպեսզի արթնանա ելնի, քնած չմնա վառվի։ Հիմա հեթանոսները իրանց կռապաշտության մեջ պատճառացնում են խաղաղ ապրում են, պղծության մեջ խաղաղ ապրում են։ Այդ խաղաղությունը փրկություն չի բերի իրանց։ Աստված այդ խաղաղությունից կտրի իրանց, մի հատ անհանգստացնի, որ նրանք փնտրեն Աստծուն։ Ընդունում եք սա թե չէ։ Եթե մեկի մոտ ամեն բան լավ է, այս մարդը Աստծուն չի փնտրի։ Որպեսզի Աստծուն փնտրի, պետք է այս մարդու մոտ այն որ Աստծուց հեռացնում է նրանք արդեն ցավագին լինեն։ Այս մարդը արդեն չկարողանա հարմարվել Աստծուն փնտրի։ Ես ասի, սա իսլամն է։ Նախ ոմանց էլ պետք է վերցնել ճանապարհից։ Կարեն եկեղեցու պատմությունից այն անգամ ասեց։ Միտեղ Երուսաղեմի շուրջը շեղված մի հատ բան սկսվեց։ Ուղղություն սկսվեց։ Եվ սրանք եկան այդ շեղվածներին վերացրին։ Թե չէ այդ շեղվածությունը կարող է համաշխարհային դառնալ։ Այսինքն սա ճիշտ է, խաղաղությունը վերցնում, ճիշտ է սպանում է, բայց սրանք ծառայում են եկեղեցուն, որպեսզի եկեղեցին կարողանա մտնել։ Օրինակ հիմա ես որոշ տեղեկություններ ունեմ իսլամական աշխարհում, լիքը ապաշխարություններ են լինում, ինչի համար, որովհետև արդեն տեսնում են իրանց իսլամի դատարկությունը, իսլամի ոչնչությունը եւ հոծ բազմություններով ապաշխարում են։ Շնորհակալ եմ Աստծուն։ Մյուսը երրորդ կնիքը ուրեմն սև ձի նրա վրա հեսնողը ձեռքը կշիռ ուներ 4 կենդանիներից մեկի ձայն լսեց որ կասել մի կապիչ ցորեն մեկ դայեկանի եւ 3 կապիչ գարին մեկ դայեկանի ձեթին ու գինին վնաս չանես։ Ես էլ ասում ոմանք էսի հայտարարում են սով, իսկ ես էսի հասկանում եմ առուտուր։ Արևտուր, էսի այսքան արժի, այսքան արժի, էսի առուտուրը։ Նաեւ ձեթին եւ գինին վնաս չանես։ Սա օծություններն են։ Աստծո օծությանը չկպնես։ Սա ես հասկացել եմ Մարտին Լյութերից սկսած, որ երբ որ բան եղավ։ Ինչ են ասում, այս ռեֆորմացիա եղավ։ Եվ սկսեցին առուտուր, սկսվեց գիտությունը զարգանալ, ազգերը սկսեցին շփվել, եւ դա գիտեք ինչքան օգուտ բերեց ավետարանչությանը։ Մարդիկ արդեն սկսեցին ազգից ազգ, երկրից երկիր գնալ միսիոներության։ Ճիշտ է, առուտուրի բանով այդ առիթով, բայց այդ ավետարանը տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Թե չէ, ով ընդունել էր քրիստոնեությունը, սեփականացրել էր հայ առաքելական եկեղեցի։ Այսինքն ով որ հայ չի պատկանում դրան։ Ով որ հայ է եկեղեցի, ոչ, հայ առաքելական եկեղեցին պետք է ավետարաներ իր կողի ազգերին էլ դարձրել քրիստոնյա։ Մյուսը մահն էր։ Չորրորդ կենդանին դեղնա ինչ դեղին ձի, նրա վրա հեսնողի անունը մահ էր եւ այլն։ Ժողովուրդ, մահի մասն էլ եմ ուզում մի քանի բան ասել։ Մեր կողմից, մեր տեսանկյունից մահը վատ բան է, սարսափելի բան է, բայց Աստծո տեսանկյունից մահը այդքան էլ վատ բան չի։
քանի որ հոգիները չեն մեռնում, ընդամենը այս մարմնից են դուրս գալի։ Աստված էլ հոգի է։ Ընդամենը մարդը գնում է իր տուն։ Թե հավատացյալը, թե անհավատը, մարդը գնում է իր տուն։ Հիմա այդ մարդը ստեղ կամ ստեղ շատ մարդիկ, որ խանգարում են, Աստված դրանց մի վերցնի ճանապարհից։ Եվ այն մարդիկ էլ, ովքեր ընդունել են Աստծուն, բայց ինչ որտեղ վտանգի մեջ են, Աստված վտանգի առջևից պետք է վերցնի։ Այո, գրված է որ արդարը չարիքի առջևից է վերցնում, մտնում է իր հանգիստը։ Այսինքն մահը պետք է լինի, բոլորս էլ այս մարմնից դուրս են գալու։ Նայած ով ինչպես, եւ եթե մարդիկ շատացել են եւ ինչ որ բանի խանգարում են, շատերին վերցնում է, որ են մնացածը գործեն։ Ուզում ասեմ, էս էլ է եկեղեցուն օգնում։ Եվ ինչքան է եղել, որ ովքեր ձեռք են բարձրացնում եկեղեցու վրա, մահը տարել է նրանց, որպես եկեղեցին շարունակի իր գործել։ Դրանից հետո արդեն երկինքն է այդում, դրանից հետո, որ ասում երկինքն է այդում, 5-րդը, ընդեղ որ Քրիստոսի անվան համար զոհված հոգիները պահանջում են հատուցում, 6-րդը, այ 6-րդն է մի քիչ հետաքրքիր, այսինքն 6-րդը հարված էր։ Երբ 6-րդ կնիքը բացվեց 12 համարից, մեծ երկրաշարժ եղավ, արևը սևացավ եւ այլն, երկինք գալարվող տոմսի պես քաշվել, թագավորները, մեծամեծները եւ այլն քարայրների, լեռների ապարաժների մեջ պահվեցին եւ լեռներին կասեին մեր վրա անկեք եւ այլն, գառնչի բարկություն եկավ։ Այս 6-րդը ես sense եմ հասկանում։ Տեսել եք մարդիկ, որ ոչ այս կողմն են, ոչ այն կողմն են։ Կիսա հավատ։ Մոտավորապես պատկերացրեք, ավտոբուսը կանգառում կանգնել է, մեկը մի ոտը դրել է ավտոբուսի աստիճանի վրա, մի ոտը ջետին է։ Քանի ավտոբուսը կայնացավ, ոչինչ, բայց հենց ավտոբուսը շարժվեց, այս մարդու համար շատ վատ ալնելու։ Այս մարդուն պետք է մի ձևով հասկացնել, կամ ընդեղ, կամ բարձրացի ավտոբուս, կամ իջի կանգնի մի կողմ։ Այն մարդիկ, ովքեր մի ոտը եկեղեցում են, մի ոտը աշխարհում, դրանց հարցերը պետք է լուծվի։ Ինչպես լուծվի, մարդիկ կան մինչև մի հատ հարված չստանան, մինչև մի հատ նեղության չհանդիպեն, ես հիշում եմ այդ սերտողության ժամանակ միշտ կարդում էի Երեմիա մարգարեից, որ երբ որ հանդիպեցին փորձության, արդեն Աստծուն կանչեցին։ Շատ շատերը փորձության հանդիպելուց են Աստծուն կանչում։ Այսինքն Աստված վերջապես հստակելու է։ Մարդը կիսատ տեղում չի լինելու, կամ լինելու է եկեղեցու մեջ, կամ եկեղեցուց դուրս։ Կամ ընտրելու է Քրիստոսին, կամ ընտրելու է աշխարհը։ Կիսատ չի մնալու։ Աստված պետք է հստակի։ Դրա համար ինչ որտեղ հարվածներ է բերում, ինչ որտեղ դժվարություններ է բերում։ Բայց 6-րդ կնիքը, մինչև այդ Աստծո ամեն կնիքը բացելուց մի հատ ժամանակահատված էր։ Եկեղեցու ժամանակահատված են, օգնողների ժամանակահատված։ 6-րդ կնիքը արդեն ոնց որ վերջի ժամանակի ժամանակահատված։ Օրինակ եմ բերել, որ ասենք գնացել եք մի տեղ ընտանիքով, գնացել եք հիմա պիկնիկ ենք ասում անգլերեն։ Հայերեն չգիտեմ, գնացել եք քեֆի, հա, ինչ որտեղ։ Սաղ ցերեկը ոմանք խաղում են, ոմանք ուտում են, ոմանք հանգստանում են, ինչ են անում, բայց երբ որ գալիս արդեն իրիկունը ժամը 5-ը, արդեն մի ձայն է լսում, իրանցից էլի, կամ ընտանիքի հայրը, կամ ով չգիտեմ, դե հավաքվեք։ Արդեն ես ասում, դե հավաքվեք, դե թողեք, դե բերեք, դե դրեք, սումջեկը լցրեք, սեղանը մաքրեք, այս տեղերը եւ այլ շորերդ հագեք։ Այսինքն արդեն վերջի ժամանակն է հնչվում։ 6-րդ կնիքը ազդարարումը, ոչ թե ազդարարումը, վերջի ժամանակվա հատվածն է։ Իսկ 7-րդ կնիքը արդեն վերջի ժամանակի վերջն է։ Վերջի օրերի սկիզբը 6-րդ կնիքն է, վերջի օրերի վերջը 7-րդ կնիքն է։ Որպես ժամանակահատված։ Բայց 7 եւ 8 գլուխներում մի բան է ներկայացված, որը
արդեն այդ ժամանակի մեջ չի, այլ ընդհանուր մարդկության պատմության մեջ ինչ է կատարվել։ Աստված մի հատ կարևոր գործ է անում։ Ովքեր որ իր բաժինն են, նրանց վրա կենիք է դնում։ Հենց որ Աստված հենց նրանց չի կանչում ու թողում, այլ կանչվածներին Աստված մի հատ ապահովություն է դնում իրաց վրա։ Մենք այդ կենիքը չենք տեսնում, որ մեր ճակատներին կա, բայց հոգևոր աշխարհը տեսնում է։ Հրեշտակները տեսնում են ձեր ճակատի կենիքը։ Մենակ ստեղ երկու տեսակ մարդկանց մասին կա։ Մեկը 144,000-ը, որ Քրիստոսի շքախումն են լլում, իսկ մյուսը 9 համարից։ Սրանից հետո տեսա մեծ բազմություն, որ մեկը չէր կարող հաշվել, բոլոր ազգերից ու ցեղերից, ժողովուրդներից, լեզուներից, որոնք աթոռի առջև ու գառնուկի առջև կանգնած էին ճերմակ հանդերձներ հագած, այսի մենք ենք։ Այս բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից որ կան, այսի մենք ենք։ Եվ մեր համար Եփեսացիների 1:13-ում գրված է. խոստացված Սուրբ Հոգու կնիքով կնքվեցինք։ Այսինքն այն 144,000-ին կնքեց Հիսուսի շքախում լինելու համար, մեզ էլ կնքեց, հեսա ասեմ, ինչի համար։ 14 համարից եմ ուզում կարդամ։ Այս շատ որիս համար հրեշտակ ասում է. սրանք են մեծ նեղությունից եկողները, որոնք իրենց հանդերձները լվացին ու գառնուկի արյունով ճերմակցրեցին։ Նրա համար Աստծո աթոռի առջև են եւ իրեն կծառայեն ցերեկ ու գիշեր իր տաճարի մեջ եւ աթոռի վրա նստող իր վրանը պիտի տարածին նրանց վրա, այսօհետեւ ոչ պիտի անօթենան ու ոչ ծարավին, ոչ էլ արևը կամ տաքություն նրանց վրա պիտի ընկնի, որտեւ գառնուկը որ աթոռի մեջ է պիտի հովվի նրանց ու դեպի կենթանի ջրի աղբյուրները պիտի առաջնորդի նրանց եւ Աստված բոլոր արցունքները պիտի սրբի նրանց աչքերից։ Մենք սրա համար ենք ապաշխարում։ Բայց որ ասեց գառնուկը իր վրանը պիտի նրանց վրա տարածի, այս ես հասկանում եմ, մենք պիտի նրա ընտանիքի անդամը դառնանք, վրանու վրա են տարածում, ում են առնում իրանց տան մեջ, իրանց վրանի տակ, մենք դառնալու ենք, ասում եկեղեցին դառնալու է Քրիստոսի հարսը, այս շատ, այս ամեն ազգից հավաքվածներին, որոնց կնքել է Սուրբ Հոգով, սրանք լինում են գառնուկի հարսը, եկեղեցին, Աստծո ընտանիքը, շնորհակալ եմ Աստծուն։ Եվ երբ որ կնքվեց, դրանից հետո արդեն կհասնենք 13 գլխում, որ ասում է կնքվածներին Աստված իրավունք չի տալի, որ սատանան կպնի։ Ում ճակատին կնիք կա, սատանան նրանց վրա իշխանություն չունի։ Բայց ես ուզում եմ 8-րդ գլխի մասին մի բան ասեմ։ 8-րդ գլխում նախ սկզբից ասում է, որ սուրբերի աղոթքները բարձրանում են Աստծուն։ Հրեշտակը շատ խունկերի հետ սուրբերի աղոթքները ներկայացրեց։ Սիրելի Աստծո մարդիկ, սիրելի սուրբեր, ձեր աղոթքները հրեշտակը բարձրացնում է Աստծուն։ Մի բան իմացի, որ քո աղոթքը շատ կարևոր է։ Քո աղոթքը շատ արժեքավոր է։ Աստծո առջև հաճելի է քո աղոթքը այն խունկի հետ նրա հոտը առնել, քո աղոթքի ձայնը լսել եւ քո աղոթին պատասխանել։ Նա սիրում է, որ ոնց որ ամեն մի ծնող սիրում է իր երեխու հետ զրուցել, Աստված էլ սիրում է քո հետ զրուցել։ Քո խոսքը Աստծո առջև հաճելի է, քո աղոթքը։ Եվ այդ աղոթքի դիմաց Աստված երկրի վրա գործ է անում։ Բայց դրանից հետո արդեն սկսում է մի բան։ 7 փողեր, որտի հնչվի։ Փողերը, փողի հնչվելը, արդեն ոչ թե ժամանակի հետ է կապված, այլ թե այդ կնիքների բացելը կարող է մի քանի 100 տարին մեկ մի կնիքը բացվել, այս 7 փողերը կարող է մի օրին փչվի։ Ես ձեզ ասեմ, որ ես չեմ հաշվել, բայց կարդացել եմ, ինչ որ մեկը հաշվել է, որ Հիսուսի համար, որ մարգարեություններ են եղել, իր թե ծնունդի հետ կապված, թե երկրորդ Գարեստանի հետ կապված, իր ծնունդի հետ կապված մարգարեություններից մի օրվա մեջ, իր ձերբակալման եւ խաչելության օրվա մեջ 45 մարգարեություն կատարվել են։
Այսինքն ես չէ, որ իմ մարգարեությունը կատարելուց հետո ինչ որ ժամանակ տանցնի, նորեն մյուսը ժամանակ անցնի։ 45 մարգարեություն կատարվել են մի օրվա մեջ։ Հիմա էլ այս փողերի փչելը շատ մարգարեություններ հնարավոր է շատ արագ կատարվեն։ Այնպես չէ որ հիմա այսօր այս մարգարեությունը կատարվեց, ուրեմն մյուսի համար տարիներ են պետք։ Ոչ։ Հնարավոր է մի օրվա մեջ մի քանի մարգարեություն կատարվի։ Հավատում եք թե չէ։ Ինչպես Քրիստոսի ծնունդի ժամանակ։ Հիմա փողերը որ հնչում են, ովքեր բանակ են ծառայել, նրանք գիտեն։ Արթնանալու համար փող է հնչվում։ Ճաշարան գնալու համար փող է հնչվում։ Դուրս գալ շարվելու համար փող է հնչվում։ Չգիտեմ ինչ մի ծրագրի համար փող է հնչվում։ Այսինքն ես փողեր հնչվել, արդեն ասում եմ որ սրա ժամանակն է, սրա ժամանակն է, սրա ժամանակն է։ Եվ այս փողերի հնչելը մտադիր չեմ կարդալ, բոլորը առաջին հայացքից կարծես հարվածներ են, բայց սա արթնանալու համար է, արթնացնելու համար է։ Մի բան ուզում ասել, բայց երևի մի քիչ հետո ասեմ, հա, դեստեղ ասեմ։ Ես այն կարևոր բանը մտածում մնա հետո ասեմ, թե մի բանից սկսեմ։ Աստծո ամբողջ նպատակ իր եկեղեցու հետ է կապված։ Քանի եկեղեցին երկրի վրա է, Աստծո բոլոր գործերը եկեղեցու համար են։ Ամենապարզ բանով, ովքեր նշանված եղել են, գիտեն։ Փեսայի բոլոր գործերը կապված է, թե ինչպես հարսին բերի հասցն իր ատուն։ Հարսի բոլոր գործերն պատրաստել են, որ երբ որ Փեսան գա, պատրաստել են, էլի, գնա։ Ով որ հարս է եղել լավ կհասկանա, ով որ Փես է եղել լավ կհասկանա։ Եկեղեցին Քրիստոսի հարսն է։ Քրիստոսն էլ եկեղեցու Փեսան։ Քրիստոսի ամբողջ ուշադրությունը երկրի վրա եկեղեցու վրա է։ Ինքը ընդեղ ինչ որ բաներով հիացած չի։ Ընդեղի բոլոր բաները իր ձեռքի գործերն են։ Եկեղեցին է, որ Քրիստոսին ուրախացնում է։ Առակաց 8-րդ գլխում գրված է. իմ ուրախությունը մարդկանց որդիների հետ էր։ Նենց որ թեկուզ հարվածներ կան, այս բոլոր հարվածները եկեղեցուն պատրաստելու համար են։ Եկեղեցին մաքրելու համար է։ Կամ այդ տկար ասածներին վերադարձնելու համար է։ Լրիվ եկեղեցու համար է։ Բայց այս եկեղեցու համար էլ որ կա, էլի ինչ որ վայեր կան, դժվարություններ կան, այդ թող լինեն։ Լավ ապաշխարենք այդ վայերին չենք լինի, որտեղ այստեղ հենց այդ կա, օրինակ ասում է մորեխներ ելան եւ նրանց իշխանություն տրվեց նրանց վրա, ովքեր կնիքը չունեն։ Ովքեր այդ կնիքը ունեն իրանց վրա, նրանք ազատ են այդ մորեխների խայթոսներից։ Տասնմեկ գլխից եմ ուզում ասեմ, 11 գլխի մեջ ներկայացված է, որ Աստված ասում է իմ երկու վկաներին պիտի զորություն տամ, որ ավետարան են։ Ես հասկացել եմ, որ 8 միլիարդ մարդուն երկու մարդը չեն հասցնի ավետարանել։ Բայց այս մարդկանց օծությունը, երբ որ բաժանում եկեղեցու վրա, եկեղեցին այս երկու օծությունով կարող է ամբողջ մարդկությանը ավետարանել։ Այսինքն այս երկու վկաները հասկանում են ոչ թե երկու անհատներ են, այլ երկու օծյալ, երկու օծություն են, որ այդ օծությունով եկեղեցին պիտի գործի։ Եվ ես կարծում եմ արդեն սկսվել է։ Կարծում եմ։ Ես որոշ դուք եք երևի ինտերնետը նայում, ես չգիտեմ, որ ինտերնետի որ բաժինն է նայում։ Ես աշխատում ես մեկ այդ կլինիկական մահտարասներին եմ նայում, մեկ էլ ես որտեղ արթնություն կա, ինչ կա, եւ տեսնում եմ, որ աշխարհում արդեն լավ թափով արթնություն է սկսվել։ Ես ուզում եի սա իմ համար կարևորագույն բաներից մեկը։ Հիսուսն էլ ասեց, որ այդ իր գալուց առաջ եկեղեցին պետք է ասենք ավետարանչություն ասեց, մինչև բովանդակ աշխարհը պիտի ավետարանվի նոր ինքը գա։ Եկեղեցին օծությամբ եւ այդ երկու օծությամբ, մեկը Մովսեսի, մեկը Եղիայի, այս օծությամբ եկեղեցին պիտի գործի։ Եվ այդ գործելու ժամանակը 3 տարի ու կես է։ Տես է գրած 1200
60 օր։ Հիմա բայց եկեղեցու գործելու հետ սատանան էլ պետք է սկսի ակտիվանալ։ Եվ այդ սատանայի ակտիվանալը գրված է 13 գլխում։ Տեսա, որ ծովից գազան կելներ, որ ուներ 7 գլուխ ու 10 եղջյուր եւ այլն։ Այն ժամանակ էսի կարդալուց, սրա սերտելուց, սրան զուգահեռ կարդացել եմ Դանիելի մարգարեության մեջ, որ Դանիելն էլ 4 գազան տեսավ։ Դա գրվում է, բայց դեմ չի գրվում։ Դանիելն 4 գազան տեսավ։ Հիմա ասում եմ կարևորագույն բաներից մեկը էսա, որ ասեմ։ Ոմանց թվում է գազանը ինչ որ կոտոշներով, չգիտեմ ինչով, անտառի գազաններից մեկն է, չէ։ Դանիելին էլ որ բացատրվեց, ստեղ էլ հեսա 17-18 գլուխներում բացատրվում է։ Այս գազանները թագավորներ են։ Մարդ թագավոր։ Արտաքինից մեր նման մարդ, բայց հոգով գազան։ Եվ որ թագավորին ասում գազան։ Հայտարարում են, բոլոր թագավորները գազան չեն։ Ես չասենք, որ ով թագավորա գազանա, չէ, տես չի։ Շատ թագավորներ նորմալ թագավոր են, լավ էլ թագավոր են, թագավորների մեջ էլ կան աստվածապաշտ մարդիկ, որոնք թագավոր են եւ նաեւ Քրիստոսի հետ են լինելու, եկեղեցու մեջ են լինելու։ Բայց այդ թագավորը, ով որ ուզում է ուրիշներին նվաճի, իր ազգով, իր տերիտորիայով չի բավարարում, իր հպարտությունը, իր եսը, իր փառասիրությունը այնքան մեծ է, ուզում է ուրիշներին էլ նվաճի, շատ ազգեր իրան փառավորեն, շատ ազգեր իրան ենթարկվեն, չգիտեմ ինչեր, այդ դրանց Աստվածաշունչը ասում է գազան։ Այսինքն այս գազանները թագավորներ են։ Հիմա այս Դանիելի տեսած 4-րդ գազանը այս 13 գլխի մեջ գրված գազանն է։ Այս մի գազանը այն բոլորից տարբեր էր։ Ինչով էր տարբեր։ Ինչպեսի գազան թագավորը եղել է, էլի Աստծուն ռուսերեն ասած պրիզնատայք է։ Աստծուն ընդունել են։ Աստծուն դեմ դուրս չեն եկել, հավատ ունեցել են։ Թեկուզ հեթանոսական ձևով հավատ ունեցել են։ Բայց այս մի գազանը Աստծուն հայոյող էր։ Եվ սրան արդեն մի թագավոր, չեսի թագավորությունն է, թագավորների շարունակություն։ Այս մի գազանը Աստծուն չէր ընդունում, Աստծուն հայոյում էր, երկինքը հայոյում էր։ Ես ճանաչում եմ այս գազանին։ Մոտավորապես իմ կարծիքով 150 տարի այս գազանը գործում է երկրի վրա, հիմա էլ կա։ Բայց հիմա այն վիրավորված ժամանակն է։ Եվ կարծում եմ պետք է առողջանա վերքը եւ ինչ որ չափ գործի եւ գցվի կրակի լիճ։ Հիմա այս գազանից հետո 11 համարում այս 13 գլխի ուրեմն 7 համարում նրան իշխանություն տրվեց սուրբերի հետ պատերազմանելու ու նրանց հաղթելու։ Սուրբերի հետ պատերազմանելու 30-ական թվականին, 1930-ական թվականին։ Գիտեք, ինչքան հավատացյալներ լցվեցին Բերդ, ինչքան հավատացյալներ տանջամահարվեցին, ինչքան վերջը, գազաներ։ Հիմա 11 համարից գրված է։ Մի ուրիշ գազան էլ տեսա, որ երկրից կելներ ու գառնուկի նման երկու եղջյուր ուներ ու կխոսեր վիշապի պես։ Եվ առաջի գազան իշխանությունը։ Գառնուկի նման, սա նշանակում է իրան ցույց տալի որպես եկեղեցի, որպես հավատացյալա ցույց տալի, բայց իրա ներսում ինքը գազան է։ Ես կարծում եմ սա ներն է։ Սա այնա, որ պետք է արգելի գնել ծախելը, արգելի խանութներից օգտվելը, ով որ իր դրոշմը չի ընդունի։ Էսի պետք է պահանջի դրոշմը ընդունել։ Ժողովուրդ, չվախենաք։ Բոլոր սուրբերի։ Ինքը Հրեաստանից ալնելու,
ինքը հրյա է ալնելու, որտեվ ինքը պետք է աշխատի որպես Քրիստոս նստի, որպես Աստված։ Իր հպարտությունը այնքան մեծ է, ինքը մարդկանց մեջի ամենամեծը լինելը բավական չի համարում, ինքը ուզում է որպես Աստված լինի։ Իրան որպես Աստված պաշտեն։ Թեսաղոնիկեցիների թղթում տենց է գրած, որպես պետք է նստի Աստծո տաճարի մեջ, որպես Աստված պաշտվելու։ Իր նպատակը է դա։ Եվ պետք է հասնի իր նպատակին։ Եվ իհարկե, բայց նա սուրբերի հետ պետք է աշխատի կռվել եւ այլն նրա ատի սուրբերին, բայց անցած անգամ ասել եմ, ըստ Դանիելի մարգարեության 12 գլխի վերջի համարի, որ ասում է այդ մշտնջնավոր զոհոբտի վերցվի, այս բանը դրվի, բղծությունը դրվի, էդի 1290 օր ալնելու երանի նրան, ով որ կհամբերի կհասնի մինչև 1335 օրվան, այսինքն 45 օր ենկո։ Ես հասկացել եմ, չեմ պարտադրում, բայց հասկացել եմ, այս գազանի այս պարտադրանքը սուրբերի հետ կամ գազանը եւ սուրբերը իրար հետ 45 օր են լինելու։ Այսինքն այնի նստավ իր աթոռին, ես մի ժամանակ կարծում էի, հենց այն նստավ Աստված դի եկեղեցուն վերցին, չէ, 45 օր պետք է դեռ եկեղեցին երկրորդ լինի։ Դեռ մարդիկ են լինելու, որ այդ գազանի դրոշմը չեն ընդունելու։ Այդ ժամանակ մտնելու են եկեղեցու մեջ։ Եկեղեցին չի ընդունելու հաստատ, բայց դեռ մարդիկ են լինելու, որ գոնե այս ձևով պետք է ապաշխարեն։ Մեզ հարազատներ կան, ինձ էլ բոլորիդ էլ, որ ասենց կիսատ են։ Բայց այդ ների պարտադրանքի մեջ ջոկելու են, որ Աստծուն պետք է ընտրեն։ Եվ ինչ ասեմ, պետք է ընտրեն Աստծուն ոմանք։ Հիմա ես հավատում եմ, որ այդ 45 օր հետո այդ բանը հափշտակություն դիլնի։ Ինչի է հափշտակություն բառը գործածում, որտեվ եթե Աստված այդ պահին եկեղեցին չվերցնի, ները շատ վնաս է տալու։ Այդ ների ձեռի տակից եկեղեցուն պետք է հափշտակի։ Որ ասի ձեռի տակից, ասին ների ձեռքը դեռ եկեղեցուն չհասած, եկեղեցին պետք է հափշտակվի։ Ժողովուրդ, Հիսուսն ասեց, ձեր գլխից մի մազ չի պակասի, չնայած հիմա թափում անընդհատ, ես կատակով չասի, ես իսկական ասում եմ, հասկանում եմ, որ այս մազերի մասին չի խոսքը։ Ես հասկանում եմ, որ եթե հիշում եք Պողոս միտեղ ասեց, ես հավատում եմ, որ նա իմ ավանդը պիտի պահի։ Ավանդը ինչ է։ Ավանդը, ասենք, բանկում մի հատ գումարը կդնեմ, չէ, բանկին պահ եք տալ, էլի քո գումարը։ Եվ էդի քո ավանդն է։ Տոկոսել կարող է գավրել։ Մենք յուրաքանչյուրս մեր ծառայությունով, Աստծուն ծառայությունով, Աստծու մոտ ավանդ ենք դնում։ Գանձ։ Մեր այդ ավանդից մի հատ մաս չի պակասելու։ Աստված եկեղեցուն պիտի պահի։ Որովհետև եկեղեցին Հիսուսի արյան գինն է։ Որովհետև եկեղեցին իր ընտանիքն է։ Իր զավակներն են։ Աստված իր զավակին գազանի բերանը չի տալու։ Պահելու է իր զավակներին։ Այն զավակները, որ իրանք էթան իրանց գցեն այնտեղ, դա ուրիշ հարց։ Բայց կարծում եմ նորմալ մտածող զավակը երբեք դες բան չի անի։ Երբեք չվախենակ, Հիսուսն ասաց չվախենակ։ Ները երբ որ նստի, չվախենանք, նստի իր գահին։ Ները երբ որ գործի, չվախենանք, Աստված իր զավակներին պահել գիտի։ Նաև առաջ Կորինթացիների 10:13-ում մեզ մեր կարողությունից ավել փորձություն թույլ չի տրվելու։ Նենց որ սա մենք իմանում ենք, բայց ոչ թե սա վախենալու համար ենք ասում։ Պարզապես իմանում ենք ինչ ալնելու կամ հափշտակություն այստեղից արդեն պարզվում է, երբ ալնելու հափշտակությունը։ Ուրեմն ները 45 օր է, որ արդեն այդ իր հրամանները արձակում է, եկեղեցին հափշտակվելու է։ Եկեղեցու հափշտակվելուց հետո ների տիրապետությունը շարունակվելու է։ Այդ որ ասի 3.5 տարի, այդտեղից է շարունակում Իրանը։ Մինչև այդ 3.5 տարի արթնությունը եւ գազանի ինչ որ գործեր։ Բայց այդտեղից է ները շարունակում 3 տարի իր գործունեությունը։ Հիմա եկեղեցին երբ որ հափշտակվեց, դեսա 13 գլխի վերջն է։ 14 գլխի մեջ արդեն եկեղեցու հափշտակությունն է, իմ հասկացածով։ 14 գլխի 15 համարից, 14 համարից, հա։
տեսա մի ճերմակ ամպ ու նրա ամպի վրա մեկը նստած էր որդու մարդու նման եւ իր գլուխը ոսկի պսակ ու իր ձեռքը սուր մանգաղ ուներ, տաճարից մի հրեշտակ ելավ ու ամպի վրա նստողին մեծ ձայնով կաղաղակեր ու կասեր. Երկնցուր, երկարացրու քո մանգաղը ու հնձիր, որտեվ հնձելու ժամանակ եկա, որտեվ երկրի հունձքը հասունացած է։ Նա որ ամպի վրա կնստեր, իր մանգաղը երկրի վրա երկրացրեց եւ երկիրը հնձվեցավ։ Սա համեմատ ես հիշում եմ կարդացել եմ բանի Որոմների առակի վերջը, որ ասում է նա պիտի իր բանը ծորենը սկզբից որոմը խուրձ հավաքի այրելու համար իր ծորենը իր ամբարը պիտի հավաքի։ Ուրեմն այս եմ հասկանում հափշտակությունը։ Ները նստավ 45 օր հետո այս հափշտակությունը եղավ։ Արդեն ստեղից երկու մաս եղավ։ Մի մասը երկրի վրա ինչա կատարում, մի մասը երկնքում ինչա կատարում։ Երկրի վրա ների գործողություններն են ներային։ Երկնքում եկեղեցին արդեն օթերի մեջ հանդիպեց Քրիստոսին, Թեսաղոնիկեցիների թղթումագրված։ Եվ 3.5 տարի եկեղեցին Քրիստոսի հետ ալնելու։ Դա գրված է 19 գլխում։ Ստե 17 բայց մինչև 19 գլուխ հասնել, ստե ասեմ 16 գլխի մեջ ինչա գրված։ Երբ որ եկեղեցին վերցվեց, երկրի վրա մնացին այն մարդիկ, ովքեր Աստծուն մերժել են։ Ովքեր արդեն Աստծո բաժինը կամ Աստծո ընտանիքը չեն։ Նրանց վրա արդեն թափվում են Աստծո բարկության, այս թարգմանության մեջ սկավառակա գրված, բայց ուրիշ թարգմանության մեջ ասում է անոթ, այսինքն ոնց որ ամանի մեջ Աստծո բարկությունը հեղուկի ձևով լցված է, թափվում է երկրի վրա։ Տարբեր տեղեր։ Այսինքն արդեն պատիժն է գալի։ Իսկ այդ պատիժը Աստծո զավակների վրա չի գալի։ Աստծո զավակներին վերցնելուց հետո այդ պատիժը լցվի երկրի վրա, 17-18 գլուխներում բացատրված է այդ գազանների մարդ թագավոր լինելը եւ այլն, ինձ հետաքրքրում է 19 գլուխը։ Եվ 19-ից ենք ով։ 19 գլխի 7 համարում ասում է. խնդանք եւ ուրախանանք եւ փառտանք նրան, որտեղ գառնուկի հարսանիք հասա ու նրա կինը ինքն իրեն պատրաստեց։ Եվ իրեն հագնելու համար տրվեցավ մաքուր ու լուսափայլ բեհեզ, քանի որ այն բեհեզը սուրբերի արդարությունն է։ Շնորհակալ եմ Աստծուն։ Աստված մեզ իր արդարությունով պիտի հագցնի եւ գառնուկի հարսանիքը եւ ասում է երանելի են նրանք, որ այդ հարսանիքի մասնակից են մեջն են։ Նենց որ մեր բաժինը էդ է։ Մենք խնդալու եւ ուրախանալու առիթ ունենք։ Մի բան եմ ուզում հիշեցնեմ Հիսուսի ասած խոսքերից, այս վերջի օրերի մասին, որ ասում է, երբ որ Հիսուսը ամպերով գա, ժողովուրդ է երկրի ժողովուրդը, պիտի կոծը գիտեք, ողբ բանեն, բայց դուք ձեր գլուխները բարձրացրեք, որտեղ ձեր փրկությունը մոտ է։ Մենք ողբանողների մեջ չենք։ Մենք ասելով, այսինքն ովքեր Քրիստոսին ընդունել են, ովքեր ապաշխարել են, ովքեր 7-րդ գլխում որ կարդացի, սրանք նրանք են, որ իրենց հագուստները գառնուկի արյունով մաքրեցին, լվացին եւ ճերմակցրեցին։ Այս մարդիկ ողբանողները չեն, այս մարդիկ խնդանք եւ ուրախանանք, ուրախացողները, ցնծացողներն են։ Շնորհակալ եմ Աստծուն։ Շնորհակալ եմ նաեւ ինչ ասեմ, որ մեզ այդ իմաստությունը տվեց, որ մենք իրան ընտրեցինք, իրան ընդունեցինք։ Ուրեմն մենք ավելի շատ այս հայտնությունը կարդալուց ուրախանալու բան ունենք, քան թե վախենալու բան ունենք։ Եվ այս ժամանակ, որ մենք գառնուկի հետ օթերի մեջ այդ հարսանիքին ենք, ինքը մեր նվերները վարձնատալու եւ այլն, երկրի վրա Բաբելոնը, այդ լերը ինչեր անում, այդտեղ արդեն հիմնականում հրյաներն են ստեղ շատ տանջվելու եւ հրյաներից ոմանք հասկանալու են, որ այս չէր Քրիստոս, այն էր Քրիստոսը եւ սրտով դառնալու են արդեն իրական Քրիստոսին։ Եվ 19 գլխի 11 համարից մանրամասն չկարդամ, այն ժամանակ կարդացել եմ։ Քրիստոսը սուրբերի եւ այս եկեղեցու հետ իջնում է երկիր։ Սպիտակ ձիու վրա նստած եւ իր ազդրի վրա գիր գրած թագավորներ եւ տերերի եւ հասան երկիր
19-ում գրված է. տեսա գազանը ու երկրի թագավորներ ունած զորքերը մեկտեղ հավաքված պատերազմ անելու Հիսուսի հետ 20 համարում գազանը բռնվեցավ ու նրա հետ սուտ մարգարեն, այս սուտ մարգարեն այդ ներնա բռնվեց ու նրա որ նշաններ կաներ եւ այլն երկուսն էլ ողջ ծծմբով վառված կրակի լիճը գցվեցին եւ մի ուրիշներն էլ սպանվեցան ձիու վրա հեծնողի սուրից այ էսա կարևոր Հիսուս երբ որ իջավ այդ ալնելու եկեղեցին արդեն իր հետ է եկեղեցին երկրաչ իր հետ իջնում է այստեղ է որ բոլորը տեսնելու են հափշտակությունը չեն տեսնելու մեր օդի մեջ լինելը երկրի ժողովուրդը չեն տեսնելու բայց այս ժամանակ տեսնելու են ոմանք պատերազմելու են դե որտեվ չեն ընդունել բայց գազան ու սուտ մարգարեն ասում բռնվեցին կրակի լիճը գցվեցին մյուս մարդիկ էլ սպանվեցին Հիսուսի սրից եւ մնացին թելոքները եւ դրանից հետո 20 գլուխը դե շարունակությունն է ասենց հետո մի հրեշտակ տեսա որ երկնքից իջներ ու անդունդի բանալին ու մեծ շղթա ուներ իր ձեռքը նա էլ բռնեց վիշապին այսինքն առաջի օծին որ բանսարկուն ու սատանան է եւ կապեց նրան 1000 տարի ու անդունդը գցեց ու կնքեց այսինքն Հիսուս երբ որ իջավ երկրի վրա սատանայի եւ իր այդ գազաների բոլորի հարցերը լուծեց նրանց գցեց կրակի լիճը սատանային էլ անդունդը գցեց որ վերջում 1000 տարվա վերջում պետք է մի քիչ ժամանակով արձակվի եւ ստեղից հետո գրված է որ 1000 տարի եկեք 20 գլխի 6 համարը կարդա Երանելի եւ սուրբ է նա որ առաջի հարության մեջ բաժին ունի սրանց վրա երկրորդ մահ իշխանություն չունի հապա նրանք Աստծո եւ Քրիստոսի քահանաները պիտի լինեն ու նրա հետ 1000 տարի պիտի թագավորեն արդեն մենք Քրիստոսի հետ 1000 տարի պիտի թագավորենք երկրի վրա ազգերից որոշ մնացածներ լինելու են Են ովքեր չեն եկել Քրիստոսի հետ պատերազմելու ճիշտ է այս ժամանակ չեն ընդունել Քրիստոսին բայց ոչ էլ եկել են Քրիստոսի հետ պատերազմելու Քելոք ժողովուրդ են ելնելու Ես սրա վրա չեմ ուզում շատ կանգ առնեմ 1000 տարին լրանալուց հետո սատանան արձակվեց նորից մոլորեցրեց ազգերին նորից եկան պատերազմելու բայց ինը համարը Երկնքից Աստծուց կրակ իջավ ու սպառեց նրանց իսկ բանսարկում որ նրանց մոլորեցրեց ձգվեցավ կրակի ու ծծումբի լճի մեջ ուր էին գազանը եւ սուտ մարգարեն ուրեմն վերջապես 1000 տարի վերջում էլ սատանան եւ իր այդ բոլոր գործերը կրակով վառվեցին սրանից հետո վերջի դատաստանը այս վերջի դատաստանի մեջ եկեղեցին չկա Մենք արդեն առաջի հարությունով ազատվել ենք վերջի դատաստանից։ Մեր դատաստանը Քրիստոսը խաչի վրա տարել է։ Քրիստոսի խաչը մեր դատաստանն է։ Մենք էլ դատաստանի մեջ չենք մտնելու։ Սրանք գրված է մեռելները, ովքեր մեռել են առանց Քրիստոսի։ Ովքեր մեռել են առանց Քրիստոսին ընդունելու, նրանց դատաստանն ալնելու եւ նրանցից ոչ բոլորն են գցվելու կրակի լիճը։ Գիտեք, Աստված որ սեր է, այո, մեզ շատ է սիրում, բայց հավատացեք նրանց էլ է սիրում։ Նրանք էլ իր ստեղծած մարդիկ են։ Այսինքն Աստված հետաքրքրված չի, որ շատերը գցվեն կրակի լիճը, այլ շատերը ոմանք պետք է հատուցեն, դուրս գան, կամ ոմանք որ մեղ չեն գործել ինչ անեն, ասենք փոքր ժամանակ մահացել են բան։ Նրանք պետք է ապրեն։ Ով որ կյանքի գրքի մեջ գրված չգտնվեցավ, կրակի լիճը գցվեցավ։ Իսկ կյանքի գրքի մեջ սա ընդհանուր կյանքի գիրքն է։ Ով ես հավատում եմ, ինչ որ բարի գործ արել է, կյանքի գրքի մեջ գրված է։ Դրա համար Հիսուսն ասեց՝ մի բաժակ ջուր որ տան, վարձքը չեն գործի, այսինքն գրքի մեջ գրվում է։ Հիմա գանք մեզ, դրանք մենք չենք։ Գանք մեզ։ Ահա նոր երկինք ու նոր երկիր տեսա։ Սա 21 գլուխն է սկսում։ Եփեսացիների 2-րդ գլխում գրված է որ մեզ Աստված դրեց երկնավորների մեջ։ Մենք հարությունից հետո արդեն երկնավոր ենք։ Եթե միայն մենք լինեինք տիեզերքի մեջ, նոր երկինքը մեզ բավական էր, նոր երկրի կարիք չկար։ Այդ մեռելները, որ դատվեցին
եւ կրակիլից չկծվեցին, այն նրանց համար է նոր երկիրը։ Փաստորեն նոր երկիր ալնելու, այս երկիրը չէ, նոր երկիր, որտեղ ապրելու են ոչ այս մարմնով, թե ինչ մարմնով ստեղ գրած չի։ Ապրելու են այն մեռելները, որոնք չկծվեցին կրակիլից։ Նոր երկնքի բնակիչներն էլ մենք ենք։ Հիմա այս նոր երկնքում ասում է Սուրբ Երուսաղեմ քաղաքը կար, որը իջավ մարդկանց մեջ։ Այս Սուրբ Երուսաղեմը մենք ենք, եկեղեցին է, կամ մեր բնակավայրը, ասենց ասեմ։ Դրանից հետո նկարագրում է այդ քաղաքը, ինչպիսին է այդ քաղաքը եւ այլն, այդ քաղաքը մեր քաղաքն է։ Մեր ասած Քրիստոսի, որտեղ Աստված, Հիսուսը, Հայրը, Որդին եւ եկեղեցին պիտի ապրեն։ Հիմա այդ քաղաքի մեջ գրած է որ չեմ կարդում ոչինչ, անցած անգամ կարդացել եմ։ Կենդանի ջրի գետ կար։ Սա Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին մի քարացած մեկ չի, Սուրբ Հոգին շարժուն է։ Եթե հիշում եք Հովհաննես ավետարանի 7-րդ գլխի 37 համարում ասում է որ ով որ ինձ հավատա ինչպես գիրքն ասում նրա փորից կենդանի ջրի գետեր կհոսեն եւ ասում է դա Սուրբ Հոգու համար է։ Սուրբ Հոգին կենդանի ջրի գետ է։ Կենդանի ջրի գետ ունի եւ այդ հոսել միշտ պիտի լինի։ Այդ ջուրը պիտի կենդանացնի, Եզեկիել մարգարեության 47 գլխում գրված։ Ուր գնաց նա կենդանացնում է, նա բժշկում է։ Նաև այդ գետի եզրին կենաց ծառն ալնելու, որից իշխանություն ունեն ուտելու նրանք, ովքեր արդեն ստե ասում է, գառնուճի կյանքի գրքի մեջ գրված են։ Ես հավատում եմ, որ այն ընդհանուր կյանքի գիրքը ուրիշ է, գառնուճի կյանքի գիրքը ուրիշ է։ Ընդհանուր կյանքի գիրքը այնա, որ բոլոր մարդկանց, ովքեր լավ արարքներ արել են, լավություններ բան, այն է գրված։ Իսկ գառնուճի կյանքի գրքի մեջ գրված են նրանց անունները, ովքեր գառնուճի արյունով մաքրված են, ովքեր ընդունել են եւ Քրիստոսով մաքրվել են։ Այսի գառնուճի կյանքի գրքի մեջ գրվածներն են եւ այդ կենաց ծառից ուտելու իշխանություն ունեն գառնուճի կյանքի մեջ գրվածները։ Եվ այդ քաղաքը մտնել ելնելու իշխանություն ունեն, իրավունք ունեն միայն գառնուճի կյանքի մեջ, կյանքի գրքի մեջ գրվածները։ Ես համարում եմ մենք ենք։ Դե եթե իհարկե մենք ամբողջությամբ նվիրվում ենք գառնուճին։ Եթե իհարկե աշխարհը ամբողջությամբ մերժում ենք, Պողոսի ասացին ման ինչ որ ինձ շահեր էտել վնաս համարեցի Քրիստոսի շահելու համար։ Այս մարդիկ են։ Հիմա բայց մենք շատ կարևոր գործ ունենք։ Ճիշտ է դռնից ուրիշներ իրավունք չունեն մտնելու, բայց մենք իրավունք ունենք դուրս գալու եւ ներս գալու։ Եվ որ դուրս գանք, մենք այդ մարդկանց պետք է ճանաչեցնենք Աստծուն։ Այդ մարդկանց հետ աշխատանք ենք տանելու։ Եվ այդ մարդկանց հետ աշխատանք տանելով դետենալու ենք ով ինչքանով է աճում, ով ինչքանով է փոխվում։ Ոմանք կարժանանան, որ գանք այդ կենաց ծառի պտուղ իրավունք չունեն, պտուղ մենակ մենք իրավունք ունենք ուտելու։ Տերևից մի հատ տանենք, այս մարդուն տանք որպես բժշկություն։ Փառք Աստծուն, որ գոնե այդքան ողորմածա, որ այդ մարդկանց կարելի է մի հատ տերև տարել տալ։ Դե այդպես ասում եմ։ Եվ ուրեմն մի բան կասեի, նորից եւ ասեի 19 գլխի 6 համարը կարդացի, նրա հետ պիտի թագավորենք, այն թագավորությունը այս երկրի վրա էր, այստեղ մենք նրա հետ դարձյալ պիտի թագավորենք արդեն նոր երկրի վրա։ Եվ մի հատ կարևոր բան էլի ասել եմ, ժամանակ իմ ասեմ։ Հիմա հիմիկվա թագավորները, մանավանդ այդ նվաճող թագավորները, որոնք գազան են համարում Աստծո կողմից, նրանք իրանց փառքը բերում են սատանային։ Օրինակ այս վերջի մի քանի տարվա մեջ շատ եմ լսել։ Այն ով որ նվաճեց Իրանը չեղած հողը, շատերը իրան փառաբանում են, այդ ոնց կարեցար հաղթեիր է, լավ գործ արեցիր։ Ես չեմ կարող իրանց բառերն ասեմ, չեմ ուզում իրանց բառերն ասեմ, դե կարծեմ դուք էլ եք լսել այս բաները։ Երկրի վրայի թագավորները հիմա այդ անհավատ գազան թագավորները իրաց փառքը բերում են սատանային։ Բայց այդ ժամանակ մենք որ թագավորելու ենք, փառքը բերելու ենք Աստծուն։ Փառավորվելու է Աստված։ Մեր գործերով
այդ մարդկանց հետ մեր աշխատանքով պիտի փառավորվի Աստված։ Մեր ճակատների վրա դե մեր տեսքից երևալու է, որ մենք Աստծո ընտանիքի անդամ ենք։ Մեր հագուստից երևալու է, որ մենք Աստծո ընտանիքի անդամ ենք, եւ մեր գործերից տենալու են ու ասելու են, «Էս ինչ լավն է Աստված»։ Փառք են տալու Աստծուն։ Այդ է գրված, փառք ու պատիվը ազգերի փառք ու այդ թագավորների փառք ու պատիվը պիտի գա Աստծուն։ Կրկնում եմ, Չէ, այնտեղ ինչ մարմնոր, հոգևոր ենք, այնտեղ լերը հոգևոր ենք։ Ուրեմն, հիմիկվա թագավորների փառքը սատանային է գնում, այն ժամանակվա, ասենք մենք որ թագավոր ենք, փառքը Աստծուն է գնում։ Դե հիմա մի հատ էլ ասենց հետ բերեմ, եթե մեր այն ժամանակվա գործունեության փառքը Աստծուն է գնում, ճիշտ է այնա, որ հիմիկվա մեր գործունեության փառքն էլ Աստծուն գնա։ Փառք Աստծուն ամենների համար։ Հիմա էլ հիմիկվանից մենք սկսենք այդ մարդը լինել։ Հիմիկվանից մենք պետք է արդեն այդ կյանքով ապրենք, որ եթե մենք մի բարի գործ անենք, տենց էլ գրված է Մատթեոս ավետարանի 5-րդ գլխի վերջում, տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Հիմիկվանից մեր գործերի, մեր վարմունքների փառքը պիտի բարձրանա Աստծուն։ Մենք այնպիսի կյանք պետք է ապրենք, ոչ թե մենք փառավորվենք, այլ Աստված փառավորվի։ Մի հատ բան պատմեմ, ես ուսանող ժամանակ միտեղ ընդունեցի աշխատանքի, մեր Պավել եղբոր հետ միասին։ Մեզնից առաջ էլի մի քանի հավատացյալ կա այնտեղ աշխատող։ Եկել մի օր Պավելը ասենց զարմացած եկավ, ասեց, այս աշխատողները չգիտեն, որ իրանք հավատացյալ են։ Շնաց ես էլ զարմացա։ Ու ես հարց եմ տալի։ Հիմա ասենց հարց եմ տալի, ենթադրենք այդ մարդը ստեղ է։ Սիրելի հոգևոր, սիրելի Աստծո զավակ, Աստծո փրկյալ։ Բնականա դու հիմա չարություն չես անում։ Բնականա դու հիմա վատ գործ չես անում։ Դու անում ես լավ գործեր։ Եվ մարդիկ քո լավ գործերը տեսնելով ում են փառաբանելու, ում են գովելու։ Եթե չգիտեն, որ դու հավատացել ես, չես են գովելու։ Դեպքում դու Աստծո փառքը վերցնում ես քո վրա։ Եթե չգիտեն, որ քո բարի գործը սա Աստծո գործի հետևանքն է, դա ճիշտ չի։ Դու պետք է ինձ անես, որ մարդիկ իմանան, որ ես բարի գործը որ դու անում ես, դու Աստծով ես դարձել այդ բարին։ Եթե Աստված քեզ դարձրած չլներ բարի, դու չէիր կարող։ Նենց որ հիմիկվանից մեր գործերով պիտի փառավորվի Աստված եւ այդ ժամանակ էլ մեր գործերով պիտի փառավորվի Աստված։ Եվ բոլոր այս թագավորների միջոցով Աստված պիտի փառավորվի։ Ինչ որ գրված էր, ես էնի ասեցի։ Մի հատ էլ կներեք, որ շատ անցա, բայց ես էլ ասեմ, էլ ես միտքը։ Դրանից հետո կյանքը շարունակվելու է։ Հավիտենական կյանքը շարունակվելու է։ Բայց դե ինչպես է շարունակվելու։ Եթե այստեղ գրված չի, ուրեմն պետք է չի, որ մենք մեր միտքի զորտանք, որ հասկանանք ոնց է շարունակվելու։ Եթե հիշում եք Հովհաննես ավետարանի 3-րդ գլխում Հիսուսը Նիկոդեմոսին ասեց. երկրավոր բան եմ ասում, չես հասկանում, բա որ երկրավոր բան եմ ասում, չես հասկանում, բա որ երկնավոր բան ասեմ, ոնց կհասկանաս։ Հիմա այս Աստվածաշունչը գրված է, մենք քանի երկրի վրա ենք մեր համար, որ մենք հասկանանք։ Մենք որ երկրավոր բաներն ենք դժվար հասկանում։ Ստե որ երկնավոր բան գրածելներ չէինք հասկանա։ Դրա համար Աստված այն մասին չի գրել։ Այն մասին ընդեղ արդեն կիմանանք։ Մի հատ պարզ օրինակ կա։ Դուք ավտոյով տեղ գնացած կլնեք։ Ասենք մոտավորապես ասենք 1 կիլոմետր ասեմ, թե ինչքան ճամփեն երևում է։ Բայց ինչ որ տեղից, որ ճամփեն արդեն թեքվելու է, էլ չի երևում։ Ինչքան ես հիմա գլուխը տրակացրա, որ իմանաս նրանից հետո ինչ կա։ Չես կարող իմանաս։ Պետք է համբերես, մինչև այդ հասնես այդ կռուգն էլ թեքվես, ընդեղից նոր կերևա, թե ինչքան հատված կերևա, այդքան հատվածում կտենաս։ Ընդեղից հետո, այսինքն ամեն մի հատվածը տենալու համար պետք է հասնես դրան։
Հիմա այս այն հատվածն է մինչև որտեղ Աստված մեզ հասկացնում է, որ ուր ենք հասնելու։ Նրանից հետո թե ուր ենք գնալու, ուր ենք հասնելու։ Այն ժամանակ կբացվի։ Հասկանալի ասեցի, մեր մտքերին զոր չտանք, որ փորձենք հասկանալ, բանդեղ ինչ ալնելու։ Ամենապարզ բանը, որ այս երկիրը անիծված է, այս անիծված երկիրը այսքան հետաքրքիր է կյանքը, որ մարդիկ չեն ուզում ստես թողել։ Բանդեղ որ ամեն լրիվ օրհնություն է, Աստծո ներկայությունը, ինչքան լավն ալնելու դեղի կյանքը։ Այսքան բան կարամ ասեմ, դրանից ավել ոչ լեզուս կպտտվի, ոչ միտքս կաշխատի, ոչ էլ հասկանում եմ։ Աստված զորնի ձեզ։ Եթե ասելու բան ունեք կամ հարցեր կան, համեցեք ասեք։ Ուզում եմ հիշեցնեմ դարձել են բանը։ Սիրելի եկեղեցի, դու վախենալու բան չունես։ Սիրելի եկեղեցի, այս բաները Աստված ասում է ոչ թե որ մենք վախենանք, այլ ճիշտ հակառակ, մենք ուրախանանք։ Հիսուսն ասեց գլուխներդ բարձրացրեք ձեր փրկությունը մոտ է։ Ասեց ձեր գլխից մաս չի պակասելու, ասենք ձեր բաժնից ոչ մի բան չի պակասելու։ Այն մազարմազ քո բաժինը ստանալու ես։ Ինչ որ դու Աստծուն ծառայություն ես մատուցել, լրիվ ստանալու ես։ Եբրայեցիս 6-րդ գլխում գրված Աստված անիրավ չի, որ ձեր գործը մոռանա։ Նենց որ վախենալու բան մենք չունենք, ոչ էլ Աստված մեզ հանձնելու է գազանի ձեռքը։ Եթե պետք է տանելու, թող տանի, ոչինչ։ Բոլորս էլ մի օր գնալու ենք։ Բայց մեզ ուրիշ տեղ է տանելու, Աստծուն չհավատացողներին ուրիշ տեղ։ Նենց որ հանգիստ եղեք։